Թռչող տրակտոր ագրոդրոնին կատակով այսպես են կոչում այգի սրսկողները, աշտարակ են եկել ֆերմեր Գագիկի Սև Սալոր Սերկեֆիր խնձորի դաշտը պտղակերի դեմ մշակելու։ Տրակտորը ես հիմա այստեղ որ մտցնեմ, այս ծառերի գջարդի ամբողջ ապրանքը, կփչացնի ամբողջ ապրանքը։ Ծառերի մեջ տեխնիկա մտցնելն իմաստ չունի, եթե դրոնի տարբերակը կապնդում է այս գարնանից օդային սրսկումների անցած ֆերմերը։ Տրակտորով ճիշտ է, հեկտարի համար 10,000 դրամ են ուզում, դրոնին մինչև 20,000 է վճարում, բայց սրսկման որակի ու քանակի հաշվին ծախսը նույնն է ստացվում։ Обычно սրսկում 12-14 անգամ տրակտորով անցած տարիները։ Ես դրոնով այս տարի սրսկել եմ 7 կամ 6 անգամ։ Չեմ հիշում, 7 կամ 6 անգամ։ Իսկ բերքը ոնց է։ Բերքը շատ գոհ եմ այս տարվա բերքից։ Ворդ չկա։ Շատ քիչ է այս տարվա ворթը։ Դրոնով գյուղատնտեսական տարածքների սրսկումը Հայաստանում պարզվում է կտրուկ ավելացել է։ 3 տարի առաջ, երբ սկսեցին ծառայություն մատուցել, պատվերները հատուկենտ էին, անկեղծանում է agrarային նորարար բիզնեսի համահիմնադիրը։ Հիմա արդեն բավական է գյուղից մեկի համար աշխատեն, արդյունքը տեսնելով մյուսներն էլ են իրենց հաճախորդը դառնում։ Այս տարի արդեն 2000 հեկտարի չափ սրսկել ենք, միայն այս տարի։ Որ մարզերում։ Արմավիր, Արարատ, Շիրակ, Լոռի, հիմնական մեր Գեղարքունիք։ Գեղարքունիքում հիմնականում կարտոֆիլ, Արարատ Արմավիրում խաղող, Շիրակում էլ ցորենի արտեն սրսկում, մշակում են Հայաստանում աճող բոլոր կուլտուրաները։ Բանջարանոցի դեպքում գյուղացին այլևս կարիք չունի, օրինակ սոխի շարքերի արանքում տրակտորի գնալ գալու համար տեղ թողնել։ Կարող է դա էլ ցանել եւ նույն տարածքից ավելի շատ բերք ունենալ։ Ագրոդրոնի կիրառման առավելություններից է թվարկում Էմին Մարտիրոսյանը։ Ենթադրենք ձմերուկի դեպքում կարելի է տրակտորի տեղեր չթողել, հա, ու ավելի բերքատվությունը ավելացնել։ Չեմ խոսում եգիպտացորենի մասին, որ ինքը այս վեգետացիայի փուլում ընդհանրապես անհնար է սրսկելը, հա, տրակտորով կամ ձեռքով, հա, առանց վնասելու, առանց վնասվելու։ Դրոնը փրկություն է այդ դեպքում։ Sky Agro-ի թիմը հաշվարկել է նաև, որ ավանդական սրսկման համեմատ դեղի ազդեցությունը դրոնով մոտ 30% էֆեկտիվ է ստացվում։ Թունաքիմիկատը ոչ թե անձրևի պես թռչում է բերքն ու տերևը, այլ սարքի առաջացրած քամու օգնությամբ փոշու տեսքով է նստում ճյուղերին։ Ով կասկածում է, ապացույցի համար ծառի ամենախիտ հատվածներում թեստ են դնում։ 100-120 միկրոն փոշի է տալիս, այսինքն տրակտորից մոտ 10 անգամ փոքր ինքը կաթիլներ է տալիս, ու այդ մանր ցողը քամիների հաշվին, հա, ամբողջությամբ ծառը տերևի թե երեսի թե հակառակ կողմը պատում է։ Անկախ նրանից ինչ բարձրության է ծառը, ինքը մինչև ներքև այդ փոշին տալիս է։ Այգիների բուժման, պարարտացման գործում մեր երկրում նույնպես ապագան ագրոանոթաչուներինն է։ Սրանում այնքան վստահ են այս ընկերությունում, որ եկող տարվա համար դրոն կառավարող 50 մասնագետ են ուզում պատրաստել։ Տրակտորով եթե օգտագործվում է 400-ից 500 լիտր ջուր դեղի հետ միասին, մենք այդ նույն դեղի քանակը խառնում ենք 20-15-25 լիտր ջրի հետ եւ եկող տարի լինելու է մոդել դրոնի, որը միանգամից դեղն է կարողանում փչի։ Տեսեք, դաշտը սրսկեցին, մեղուների հեչ պետքը չէր, առաջ տրակտորը լույսը չբացված էին կանչում, որ փեթակներին վնաս չլինի, նկատեց այգետերը։ Տարվա բերքի հետ Մխիթարյանների ընտանիքը նաև խնձոր կմթերի։ Մի մասը սառնարանում կպահեն, հետո կարտահանեն, ինչը չվաճառվի, թունդ մրգողի կթորեն։ Հարբել չսիրողների համար էլ պապենական բաղադրատոմսով քացախ են արտադրելու։ Սա էլ քացախիս ապարատն է։ Խնձորնի դեպ հասնելու տեղ դեռ ունի, սեպտեմբերի կեսերին այս այգում 900 ծառից մոտ 40 տոննա միրգ կքաղեն։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։